Նորընտիր 6-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները շարունակվում էին նաև ամառային շրջանում, իսկ աշնանը մասնավորապես սեպտեմբեր ամսին խորհրդարանական առօրյան հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով, հանդիպումներով, միջխորհրդարանական և բարեկամական կապերի ամրապնդմամբ։ Այս ամենի մասին ավելի մանրամասն առաջարկում եմ ծանոթանալ մեր այսօրվա թողարկման ընթացքում։ Եթերում խորհրդարանական ժամ հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարի երեկո։ Սեպտեմբերի 1-ին ԼՂ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Արցախի պետական համալսարան։ Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին, խորհրդարանի ղեկավարը պաշտպանության նախարար Լևոն Նացականյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և ԱՌՊ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող անկախության դասին։ Ողջունելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, Աշոտ Ղուլյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և կարևորել Արցախի գիտակրթական համակարգի ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու պետական և մասնավոր հատվածների համար որակյալ մասնագետներ թողարկելու հարցերը։ Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի խորհրդին, Արցախի անկախ պետականության կայացման գործընթացներին և տարածաշրջանի քաղաքական վերջին զարգացումներին։ Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորելով գիտելիքի և դպրության, ինչպես նաև հանրապետության գալիք օրվա առթիվ ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման կոչ է արել, ընդգծելով, որ Արցախի առաջընթացի հեռանկարները մեծամասամբ կապված են հենց մարդկային ներուժի զարգացման հետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 2015 թվականի ապրիլի 17-ին դարձավ Եվրոպական ազատ դաշինքի ասոցիացված անդամ։ Այս անդամակցությունը պարզապես ֆորմալ բնույթ չէր կրում, շատ շուտով այս համագործակցությունը գտավ իր շարունակությունը արդեն Արցախում։ Իհարկե Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակության և նրա նախագահի այցելությունը, ինչպես նաև Եվրոպարլամենտի падգամավորի ուղեկցությամբ դա կարելի է ոչ այնքան խորհրդարանական այդ շրջանակի ձևաչափի մեջ տեղավորել, բայց քանի որ դա հավասարապես վերաբերում է նաև մեր Արցախի քաղաքական դաշտին և ծրագիրը այնպես ենք կազմել, որ հնարավորություն լինի բացի Արցախի ժողովրդավարական կուսակցությունից նաև հանդիպումներ մյուս քաղաքական ուժերի հետ, որովհետև խնդիրը զուտ միջկուսակցական հարաբերությունների մեջ չի տեղավորում միայն, մենք ցանկություն ունեինք և մեր բարեկամներին, մեր հյուրերին ծանոթացնել Արցախի քաղաքական դաշտին, Արցախի իշխանությունների նաև դիրքորոշումները, որպեսզի նրանց համար հասկանալի լինեին, և նաև հակառակ կողմից, որպեսզի մեր քաղաքական դերակատարների համար պարզ լիներ Եվրոպական ազատ դաշինքի հարթակը, հնարավորությունները, որ կարելի է օգտագործել հավասարապես նաև մյուս քաղաքական կուսակցությունների կողմից։ ԼՂ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով Ստեփանակերտ ժամանած Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուଆ Ալֆոնսին և Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիային։ Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան։ Ողջունելով հյուրերին, խորհրդարանի ղեկավարը կարևորել է եվրոպական քաղաքական համակարգի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դաշտի առնչությունները, մասնավորապես ընդգծելով միջկուսակցական ձևաչափով համագործակցության անհրաժեշտությունը։ Ֆրանսուଆ Ալֆոնսին նշել է, որ Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է ազգերի ինքնորոշման ճանաչման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման նույն գաղափարների համար, ինչին նաև ձգտում է Արցախը։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծելով երկուստեք կուտակված փորձի փոխանակումը։ Ես կարծում եմ, որ այնինչ որ մենք ստորագրել ենք սեպտեմբերի 2-ին այդ մեզ համար կարևոր օրը, դա շատ լուրջ հեռանկարներ է բացում ապագա համագործակցության համար և վստահ եմ, որ այն ինչ որ մենք դրել ենք այդ նույն համաձայնագրի հիմքում, կապված եվրոպական միջազգային կառույցներում նաև Եվրոպական ազատ դաշինքի հնարավորությունների օգտագործումը ի նպաստ Արցախի, սա թերևս այն կարելի ասել ամենաերևացողն է, որ պետք է ապագայում ծառայի մեր ընդհանուր քաղաքական նպատակներին։ Սեպտեմբերի 10-ին ԼՂ ազգային ժողովում տեղի ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության և Բելգիայի թագավորության խորհրդարանականների միջև։ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախում բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես խորհրդարանականների հետ շփումներն ու հարաբերությունները։ Բելգիայի խորհրդարանականների հետ հանդիպումը ես համարում եմ, որ որոշ իմաստով
Արցախի հանրապետության խորհրդարանի համար համագործակցության մի նոր նաև փուլի մասին է խոսում, որովհետև եթե նկատել եք Բելգիայի խորհրդարանական պատվիրակության կազմում տարբեր մակարդակների խորհրդարանների ներկայացուցիչներ են եղել, այսինքն միայն ազգային խորհրդարանի ներկայացուցիչները չէ, որ ընդգրկված են եղել այդ պատվիրակության մեջ, Բելգիայի ֆրանկոֆոն, Բելգիայի ֆլամանդական խորհրդարանների կառուցվածքը այնպիսին է խորհրդարանական, որ բելգիական պարլամենտարիզմի ավանդույթները շատ ավելի խորն են եւ կարծում եմ այստեղ էլ որոշ իմաստով երևի օգտակար բան կա հասկանալու համար, թե ինչքանով ավելի ժողովրդավարական կարելի է դարձնել այդ նույն պարլամենտական համակարգը։ Եվ թեկուզ եւ ես հատուկ ասում եմ, որովհետեւ մեզ համար միայն խորհրդարանական համագործակցության ամենաբարձր մակարդակը չէ, որ հետաքրքիր է։ Մենք այսօր պատրաստ ենք համագործակցության եզրեր որոնել, գտնել եւ զարգացնել բոլոր մակարդակների խորհրդարանների համար եւ իմ խորին համոզմամբ սա նաեւ ցույց է տալիս, որ հաշվի առնելով հենց այդ կարգի երկրների պարլամենտական նաեւ հնարավորությունները, պարլամենտական ներուժը, որ գալիս են ներքևից մինչեւ վերև, սա շատ թերևս հասկանալի է, որ ցանկացած կտրվածքով այսօր մեր խորհրդարանը պատրաստ է համագործակցել բոլոր մակարդակների խորհրդարանականների համար, որովհետև մի շատ կարևոր ուղերձ ենք մենք այս բոլոր հանդիպումներում, այցելություններում փոխանցում, որ Արցախի հանրապետության տրամադրվածությունը, քաղաքական դիրքորոշումը, Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում Ղարաբաղի պաշտոնական տեսակետները, թե ինչպիսի իրավիճակում ենք մենք այսօր գտնում, եւ այս հարթության վրա ինձ թվում է, որ բոլոր կարգի շփումներն էլ օգտակար են։ Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարևորել է իրենց այսն Արցախ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում։ Այնուհետև տեղի ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Արցախում ժողովրդավարական գործընթացների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքի եւ մի շարք այլ հարցերի շուրջ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ունեցած դիրքորոշումներով։ Իդեպ ԼՂ խորհրդարանում վերակազմավորվել եւ հաստատվել են նաեւ միջխորհրդարանական եւ բարեկամական խմբերի կազմը։ Բոլոր այդ բարեկամական խմբերի վերակազմավորման արդիվ իրավական այդ նույն ակտերը արդեն ընդունված են, Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմը թարմացված է, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակը նոր է ձևավորվել, Լիտվայի հետ մեր բարեկամության խումբը վերակազմավորված է, Եվրախորհրդարանի հետ մեր բարեկամության խումբը նոր մարկանցով է համալրվել, այսինքն բոլոր աննախադրյալները, որ պետք է լինեն շարունակելու համար նախկինում մեր ստեղծած միջխորհրդարանական հարաբերությունների այն ռեսուրսը, որ արդեն կարելի է համարել ձևավորված, ես համարում եմ, որ դրանք պատրաստ են եւ հենց այս սեպտեմբերյան մեր նստաշրջանը բացվելուց հետո օրենսդրական աշխատանքին զուգահեռ խորհրդարանը վստահ եմ, որ շատ ճիշտ ձևով նաև ամրապնդելու է գոյություն ունեցող միջխորհրդարանական կապերն ու շփումները։ Սեպտեմբեր ամսվա կարևոր իրադարձություններից ուշադրության է արժանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական հասարակական գործիչների եւ պատգամավորների հայտարարությունը Ֆրանսիական Հանրապետության հետ Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամական շրջանակ ստեղծելու որոշման մասին, որի ղեկավար է նշանակվել ԼՂ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Իսկապես մասշտաբայնությամբ երևի թե այս փառատոնը, որ սեպտեմբերի 17-ից 19 անցկացվել Արցախում, չունի երևի որևէ համեմատություն, որովհետև մենք առաջին անգամ ենք այդպիսի մեծ զանգվածային միջոցառում ձեռնարկում համատեղ ֆրանսիացիների հետ, ֆրանսիացի մեր գործընկերների հետ, Ֆրանսիայից Արցախի տարբեր քաղաքների հետ համագործակցություն սկսած քաղաքապետերի, այդ նույն շրջանակների պաշտոնական եւ իհարկե մեր հայրենակիցների ֆրանսահայերի ներգրավվածությամբ եւ ես համարում եմ, որ դա շատ լավ օրինակ է հետագայում հասկանալու համար, թե դեպի ուր պետք է գնա մեր արդեն սկսած բոլոր կարգի խորհրդարանական համագործակցության զարգացումները։ Այսինքն մենք հենց Ֆրանսիայի օրինակով հաշվի առնելով, որ դա
այլ երկրների հետ։ Ես Հայաստանի Հանրապետության հետ չեմ ուզում համեմատել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հետ մեր միջխորհրդարանական կապերը շատ ավելի բարձր մակարդակի ենք անում, այնպես ինչպես ճանաչված պաշտոնապես ճանաչված երկրները միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների ձևաչափով։ Իսկ մյուս բոլոր դեպքերում ես համարում եմ, որ Ֆրանսիայի օրինակը թերևս լավագույնն է, որպեսզի հետագա մեր համագործակցությունը միջխորհրդարանական հարաբերությունների իմաստով փորձենք այնպիսի ուղղվածություն տալ, ինչպես այ օրեր առաջ դա տեղի ունեցավ եւ մենք բոլորս ականատեսն էինք, որ ֆրանսիացի խորհրդարանականների հետ թեկուզև ոչ մեծ խումբ էր Ֆրանսա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի եկել, բայց քանի որ սա նաև շատ լավ իմպուլսներ է տալիս, որ հետագայում այդ նույն բարեկամության շրջանակը կարող է մեծանալ Ֆրանսիայում, իդեպ հենց այդպիսի այցելություններից հետո է, երբ որ ֆրանսիական պատվիրակություններ են այցելել Ղարաբաղ, նրանց հետ վերադառնալուց հետո այդ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը միանգամից ավելացել է մի քանի հոգով, հենց այդ նույն պատվիրակության անդամներով։ Սեպտեմբերի 18-ին կայացել է Ղարաբաղ-Ֆրանսիա եւ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակների եւ բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստը։ Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը զարգացնելու երկուստեք ձգտումով է բացատրվում Արցախ-Ֆրանսիա բարեկամական կապերի ամրապնդումը, որը կյանքի է կոչվում փոխադարձ այցերի եւ ֆրանսիացի բարեկամների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ցուցաբերվող բարոյական եւ այլ կարգի աջակցության միջոցով։ Իր ելույթում Ֆրանսիական Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուଆ Ռոշբլուանը նշել է, որ ինքը տպավորված է այսօրվա միջոցառումներից եւ Արցախում ֆրանկոֆոնիայի զարգացումը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդման գործում։ Արցախի ու Ֆրանսիայի բարեկամացած քաղաքների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական ուղով զարգանալու հետևողական քայլերի կարևորությունը եւ իրենց պատրաստակամությունը հայտնել բարեկամացած Արցախի քաղաքների հետ համագործակցելու տարբեր ուղղություններով միջազգային հանրության կողմից ճիշտ ընկալվելու առումով։ Համատեղ նիստի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ողջունելով Ֆրանսիական Հանրապետության Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի աջակցությունը ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու եւ զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին, բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ ազատություն, հավասարություն, եղբայրություն սկզբունքների ամրագրման ու տարածման գործում, նպատակ ունենալով խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը, գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջև երկխոսության համագործակցության կարեւորությունը, մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական քաղաքական գործիչներս եւ падգամավորներս հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին։ Իդեպ այնինչ որ մենք այստեղ ձևավորել ենք, դա ոնց որ հակառակ անվանումն ունի, իրենց մոտ կոչվում է Ֆրանսիա-Ղարաբաղ, մեր մոտ Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակն է, բայց մեծ իմաստով խոշոր հաշվով դա նույն գործը անող երկու կողմից այդ պատվիրակված խմբերն են, այն անձիկ են, ովքեր պատասխանատվություն ունեն, եւ ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, դա պատասխանատվության երևի նոր աստիճան է ենթադրում, եւ ես համոզված եմ, որ մեր կողմից Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի ներկայացուցիչները, անդամները, լինեն դրանք խորհրդարանականներ, մեր ազգային ժողովի падգամավորներ, թե խորհրդարանից դուրս մեր հանրային, մտավորական, լրագրողական շրջանակներից, բոլորն էլ շատ լավ տպավորված են այս փառատոնի միջոցառումներից եւ կարծում եմ տրամադրված են հենց այն ուղղությամբ, որ ել ինչ կարելի է լրացուցիչ անել, հարստացնելու, հագեցնելու համար այն օրակարգը, որ մենք կարողացանք դասավորել եւ անցկացնել Ֆրանսիայի մեր գործընկերների հետ համատեղ։ Եվ ինձ թվում է, որ ճիշտ կլինի, որ մենք առաջիկայում անպայման հենց այդպիսի մեր Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի առանց ուշացնելու նիստերից մեկը նվիրենք հենց արդեն անցած փառատոնի արդյունքներին եւ որոշակի վերլուծություն անենք, թե ինչն է, որ մեզ լրիվությամբ հաջողվել է, ինչն է, որ կարելի էր ավելի լավ անել։ Սեպտեմբերին մեկնարկեց 6-րդ գումարման ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին նիստը, ինչով են առանձնացել նիստի աշխատանքները, մանրամասնում ենք։
Արցախի հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին անցեկացրել աշխատանքային խորհրդակցություն մշտական հանձնաժողովների, նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը։ Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ։ Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ 6-րդ գումարման ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի առաջին նիստը, որում ընդգրկված էին մի շարք օրենքներում լրացում կատարելու մասին օրենքի նախագծեր, պատգամավորական նախաձեռնություններ, հարցեր կառավարությանը եւ պատգամավորական հայտարարություններ։ Ողջույնի խոսքում ազգային ժողովի նախագահը ամփոփ ներկայացրեց վերջին ժամանակաշրջանի խորհրդարանական անցուդարձը, ինչպես նաեւ խորհրդարանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նախքան աշխատանքային հարցերին անցնելը հարկ եմ համարում անդրադառնալ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Հրադադարի ռեժիմի խախտման հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսևորվել է աննախադեպ լկտիությամբ։ Անցյալ տարվա ամառվանից սկսած Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակը դժվար է սովորական անվանել։ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանրապետության նախագահը, խորհրդարանը, արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունները, ինչպես նաեւ մեր քաղաքական դաշտի հիմնական դերակատարները բազմաթիվ անգամ միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրել այն իրողության վրա, որ Ադրբեջանը վաղուց եւ հետեւականորեն խախտում է բանակցային գործընթացի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները։ Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը նույն կազմով հաստատելուց հետո օրենսդիրը անցավ օրակարգային հարցերի քննարկմանը։ Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին ԼՂ օրենքի նախագիծը ներկայացվեց ԼՂ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանի կողմից։ Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին օրենքի ընդունմամբ կսահմանվեն ԼՂ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կստեղծվեն իրավական հիմքեր հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրման համար։ Օրենքի գործողության ոլորտում կընդգրկվեն պետական կառավարչական հիմնարկները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ։ Վերջինս միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Շահութահարկի մասին ԼՂ օրենքում լրացում կատարելու մասին ԼՂ օրենքի նախագիծը մասնավորապես առաջարկում է բանկերի եւ արկային կազմակերպությունների կողմից պարտապան զինծառայողների վարկերի եւ դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված եւ չվճարված տոկոսները, տուժերը եւ տուգանքները կամ դրանց մի մասը զիջելու կամ ներելու դեպքում այդ գումարների չափով նվազեցնել հարկվող շահույթը։ Հաշվապահական հաշվառման մասին ԼՂ օրենքում լրացում կատարելու մասին ԼՂ օրենքի պատգամավորական նախաձեռնությամբ հանդես եկավ ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։ Հաշվապահական հաշվառման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ԼՂ օրենքով առաջարկվում է բացառություն կատարել նույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության։ Թուրք կարծիքներից խուսափելու համար բարձրաբանեմ, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար հաշվետվություն ներկայացնելու ժամանակ աուդիտորական եզրակացության պարտադիր թեզը չի եղել, այսինքն սա խոշորներն է միայն վերաբերում, դրա համար միայն խոշորներն են կանում։ Պատգամավորների ակտիվ քննարկման եւ թեժ բանավեճի առիթ հանդիսացավ ԼՂ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի կողմից ներկայացված ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ԼՂ օրենքի նախագիծը։ Մասնավորապես ուսումնական հաստատություններում ֆիզկուլտուրա դասավանդող ուսուցիչների պարտադիր մասնագիտական կրթություն ունենալու մասին կետը։ Պատգամավորներից ոմանք մտահոգություն հայտնեցին, որ տարական օղակում աշխատող դասվարի իրավունքները սրանով կարող են խեղաթյուրվել։ Ռոմելա Դադայանը ընդգծեց երևույթի հոգեբանական կողմը, նշելով, որ երեխան տարական դասարաններում հարմարված է մեկ ուսուցչի եւ նոր մասնագետներին ընտելանում է միայն աստիճանաբար։ Ուրեմն այստեղ արտահայտությունը, որ կրթությունը պարտադիր է մասնագիտական կրթություն, սա տարական դասարանի ուսուցչին չի վերաբերում։ Գինադան, սա ընդհանուր դրույթ է, չէ, մի րոպե։ Սա ընդհանուր դրույթ է, որ վերաբերում է բոլոր օղակներին։ Իսկ մենք խնդիր ունենք տարական օղակում, դասվարը եթե այդ գրագիտություն չունի, իհարկե ինքը չի կարող այդ առական լիարժեքորեն դասավանդել։ Սա այլ խնդիր է, թե հետագայում հարցեր ինչպես կարգավորվեն։ Այստեղ կա նաև աշխատանքի իրավունք, որ
հետագայում գուցե այս խնդիրը քննարկվի եւ ասենք դասվարին մեկ դրույքի չափով բարձրացրու եւ այս առարկաները մասնագետի արկայության դեպքում տրվի որպեսզի մասնագետը դասավանդի։ Տարական ուսուցչի իրավունքի խախտում, սահմանափակում ամուսնում, որը նաեւ բուհում անցել է ֆիզկուլտուրա եւ ֆիզկուլտուրայի դասավանդման մեթոդիկա առարկա։ Ուսումնական հաստատություններում շեշտում է, որ մասնագետ պետք է աշխատի։ Տարական դպրոցի դասվարը համարվում է մասնագետ։ Նա ավարտել է համալսարանը եւ ունի իր դասավանդման օրենքների լիազորությունները։ Տարական դասարանի ուսուցիչը իրավունք ունի դասավանդի ֆիզկուլտուրայի առարկա։ Ուրիշ բան է, երբ տվյալ դպրոցում այդ դասվարը վատ մասնագետ է եւ նրան փոխարինում է կամ ուրիշ դասվար, կամ ֆիզիկական կուլտուրա դասավանդող ուրիշ ուսուցիչ։ Ինչպես որ 7-րդ դասարանում կարող է մաթեմատիկայի ուսուցիչին փոխարինի մի այլ մաթեմատիկայի ուսուցիչ։ Այսինքն սա չի խանգարում, ընդհակառակը պաշտպանում է դասվարներին, որտեղ ինքը մասնագետ է դասվում։ Թե գործադիր, թե օրենսդիր ոլորտների պատասխանատուները պարզաբանումներ մտցրին պատգամավորներին անհանգստացնող հարցերի շուրջ, վստահեցնելով, որ նշված օրենքը ընդհակառակը կպաշտպանի դասվարի իրավունքները եւ կնպաստի հանրակրթական եւ մասնագիտացված դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման որակի բարձրացմանը։ Կողմ 22, դեմ 3, ձեռնպահ 1։ Որոշումը ընդունված է, օրենքն առաջին ընթերցման հավանության է արժանացած։ Իսկ մտահոգող հարցերն ու առաջարկությունները որոշվեց քննարկել առաջին ընթերցումով օրենքն ընդունելուց հետո։ Օրենսդիրը հավանության արժանացրեց նաև դիվանագիտական ծառայության մասին ԼՂ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ԼՂ օրենքի նախագիծը։ Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին ԼՂ ֆինանսների նախարարության տեղեկատվությունը եւ ԼՂ ազգային ժողովի 2015 թվականի մայիսի 3-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը, որոնք խորհրդարանը ընդունել է ի գիտություն։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն տեղի ունեցել նաև օրենսդիր գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ, որի տեսագրությունը ամբողջական տարբերակով կներկայացվի Արցախի հանրայինի եթերում։ Պատգամավորները հնարավորություն ունեցան նաև հանդես գալ հայտարարություններով։ Արդեն իսկ ուրվագծվում է, որ առաջիկայում պետական բյուջեի ծավալները չեն ավելանա, կապված միջպետական վարկի հնարավոր կրճատման, սեփական եկամուտների նվազման, պետական պարտքի ավելացման եւ այլ գործոնների հետ պայմանավորված։ Եթե սրան գումարեն առևտրային բանկերի կողմից բիզնեսի վարկավորման կրճատումը, ինչպես նաեւ վարկերի թանկացումը, կարող ենք փաստել, որ երկիրը կանգնած է տնտեսական լուրջ խնդիրների առջեւ։ Առաջնային հարցերից մեկն այս ոլորտում արտաժույթով վարկ վերցված տնտեսվարողների ունեցած հարկային տուժանքների ներումն է։ Ժամանակին արտաժույթով վարկ վերցած շատ տնտեսվարողներ հայտնվել են ծանր վիճակում դրամի կուրսի տատանման պատճառով, ժամանակին չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները եւ կուտակել են տուժանքներ։ Այս տուժանքների ներումը հնարավորություն կտա վերոնշյալ տնտեսվարողներին շարունակել իրենց գործունեությունը։ Ավտոպարկի կրճատման մասին շատ է խոսվել։ Սրան պետք է ավելացնենք նաև ներկայացուցչական ծախսերի կրճատման անհրաժեշտությունը։ Այս գումարներն անհրաժեշտ է ծախսել գյուղական ենթակառուցվածքների նորոգման, գյուղական աղքատության կրճատման ծրագրերի ֆինանսավորման, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների հարմարավետության համար։ Ընդհանուր առմամբ մեկնարկած աշնանային նստաշրջանի աշխատանքների մեկնարկը տրված է, իսկ խորհրդարանականների գործունեությունը այս համատեքստում ԼՂ ազգային ժողովի նախագահը որակեց այսպես։ Ինձ թվում է, որ արդեն կարելի ասել, որ ամառվա այս ժամանակահատվածը օգտագործվել է շատ արդյունավետ կերպով եւ հաջողվել է այս ժամանակահատվածում, դա վերաբերում է հավասարապես խորհրդարանական բոլոր խմբակցություններին, որտեղ ամեն մեկն էլ երևի որոշակի ծրագիր ուներ եւ դրսից հրավիրված կամ Արցախ այցելած պատվիրակություններին, խորհրդարանական հանձնաժողովները հնարավորություն են գուցե մի քիչ ավելի հանգիստ պայմաններում աշխատել եւ արդեն իրենց գործառույթներին ավելի մոտիկից ծանոթանալ, պատրաստվելու համար նոր նստաշրջանին։ Ես համարում եմ, որ այնինչ որ մենք այս ամիսներին այդ օտարերկրյա պատվիրակությունների խորհրդարանական խմբերի այցելությունների միջոցով որ տեսանք, շատ օգտակար է նաև հասկանալու համար, թե խորհրդարանի ապագա աշխատանքը ինչպիսի հատվածներով, ինչպիսի ուղղություններով պետք է ամրապնդել։ Պարզ է, որ ցանկացած խորհրդարան միշտ էլ առաջնորդում է նախկինում
խորհրդարանական գործունեության որոշակի ավանդույթներով եւ նաեւ առաջիկայում այդ նույն ավանդույթները որոշակի շտրիխներով փորձում է զարգացնել։ Իհարկե փորձում ենք ավելի շատ ստանալ դրսից, որովհետեւ մենք առնչություն ունենք այսօր ոչ միայն ճանաչված, այլև շատ լուրջ պարլամենտական փորձ ունեցող երկրների եւ նրանց խորհրդարանների հետ եւ բնականաբար մեր բարեկամները նույնիսկ դրանից չեն խուսափում, միշտ էլ արտահայտում են, որ այն ինչ որ նրանք այստեղ են տեսնում, կապված եւ խորհրդարանական գործունեության հետ եւ պետականության հետ նույնպես ընդօրինակելի է եւ այս իմաստով դա մեզ համար հպարտության արժանի մի երևույթ է։ Մենք շարունակելու ենք հետևել խորհրդարանական առօրյային նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում, իսկ առավել հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին տեղյակ ենք պահելու նաև ձեզ։ Եթերում խորհրդարանական ժամը հաղորդաշարի հերթական թողարկումներ կհանդիպենք։ Սահմանադրություն, հոդված 93։ Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմելու կառավարությանը։ Վարչապետը եւ կառավարության մյուս անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։ Պատգամավորների հարցերի կապակցությամբ ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։ Խմբակցությունները եւ խմբերը իրավունք ունեն հարցապնդումներով դիմելու կառավարությանը։ Հարցապնդումները ներկայացում են գրավոր քննարկումից առնվազն 10 օր առաջ։ Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է ազգային ժողովի կանոնակարգով։